առաջին անգամ մասնակցող ուսուցիչները։ Եվ հիշելով, որ մեր մոտ արդեն իսկ կամավոր ատեստավորված էր ուսուցիչների շուրջ 20%, սա նշանակում է, որ մենք էապես ընդլայնում ենք կամավոր ատեստավորված ուսուցիչների շրջանակը։ Եվ այդ իմաստով կարծում եմ, որ համակարգը իրոք աշխատում է։ Ինչ վերաբերում է նրան, որ ոմանք չեն մասնակցում, պետք է հիշեցնեմ, որ ուսուցիչների մասնագիտական զարգացման կարիքի գնահատման համակարգ ենք դրել եւ տնօրենը պարտավոր է այն ուսուցիչներին, ովքեր ունեն գիտելիքի խնդիր, առարկայական գիտելիքի խնդիր, նշում անել եւ այս պարագայում պարտադիր է դառնում այս եղանակով ատեստավորումը։ Այսինքն այսօր էլ կամավոր ատեստավորման այս եղանակը պարտադիր է առարկայական գիտելիքի խնդիր ունեցող ուսուցիչների համար։ Եթե արձագանք եք, կշարունակեմ։ Արձագանք։ Շնորհակալ եմ, Տիկին նախարար, ուզում եմ ձեզ հետ կիսվել, նաև մեր հանրության հետ կիսվել եւս մեկ ուրախալի փաստով։ Ես նամակներ եմ ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից, ովքեր աշխատում են հանրակրթական դպրոցներում եւ իրենք արդեն մասնակցում են կամավոր ատեստավորմանը եւ բավականին բարձր արդյունքներ են փաստորեն արձանագրում։ Եվ երկրորդ հարցը, եթե ժամանակ մնա, մենք տարբեր քաղաքացիների տարբեր խմբերի հետ ենք հանդիպում եւ վերջերս ես հանդիպել եմ ուսանողների հետ եւ 12-րդ դասարանում